Մարմարիկ գյուղում մեծից փոքր փրկարարների հետ հավասար որոնում են մի քանի օր առաջ անհետ կորած 2 տարեկան Տիգրանին։ Գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Համայնքի ղեկավար Արթուր Քարամյանը մեդիա-բեձրույթում ասաց, որ շատերը կարծում են երեխան խեղդվել է Մարմարիկ գետում, մի մասը գողացել են։ Ես չեմ կարող որևէ այլ բան ասել, փաստերն է, որ երեխան չկա։ Ամբողջ գյուղով ման են գալիս, բոլոր հավանական ու անհավանական տեղերը նայել ենք, չկա ու չկա, ասաց նա։ Առավոտյան ժամը 6:30-ից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։ Ըստ համայնքի ղեկավարի ներքին գործերի նախարարությունը գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսները։ Տեղում են ուժային բոլոր կառույցներից ծառայողներ եւ կամավորներ։ Քարամյանը նաեւ նշեց, որ փոքրիկ Տիգրանի ընտանիքը Մարմարիկում հարգված մարդիկ են։ Թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել, ընդամենը 10 րոպեի ընթացքում ոչ ոք չգիտի։ Գետը մոտ է տներին, բայց ծնողների հավաստմամբ երեխան չէր կարող այդ կարճ ժամանակահատվածում հասնել գետ։ Հեր ու տղա բակում աշխատում էին մեքենայի վրա, իսկ բակում Տիգրանն ու քույրը խաղում էին։ Հետո քույրը բարձրացել է տուն, հայրը կարծել է երեխաները տանն են։ Մայրն էլ թե Տիգրանը մնացել է բակում հոր մոտ։ Ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում, հետո սկսել են որոնումները, որը շարունակվում է մինչ օրս, հավելեց Արթուր Քարամյանը։